Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Ուշ գիշերին ավարտվեց Մոսկվայում Տրամփի հատուկ ներկայացուցիչներ Ուիտկոֆի եւ Քուշների հանդիպումը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։ Հանդիպումը տևեց շուրջ 5 ժամ, եւ հանդիպման արդյունքում, ինչպես եւ սպասել էր, կոնկրետ հայտարարություններ չեղան։ Ռուսաստանի նախագահի օգնականները հայտարարեցին, որ հանդիպումը ընդհանուր առմամբ դրական է եղել, բայց կոնկրետ որևէ պայմանավորվածություն չի հաջողվել ձեռք բերել։ Կարծում ենք այս արդյունքի վրա ազդեց մի քանի ժամ առաջ, դրանից մի քանի ժամ առաջ Պուտինի լրատվամիջոցներին տված հարցազրույցը, որտեղ Ռուսաստանի նախագահը երկու կարևոր հայտարարություն արեց եւ շատ վտանգավոր նույն Արևմուտքի համար։ Առաջինը նշեց, որ իհարկե Ռուսաստանը չի ցանկանում Եվրոպական միության հետ որևէ ռազմական բախում, բայց եթե Եվրոպան որոշի պատերազմ սկսել Ռուսաստանի հետ, ապա Ռուսաստանը հենց այս պահին պատրաստ է սկսել այդ պատերազմը։ Սա առաջին անգամ է, երբ Ռուսաստանի նախագահը նման ուղիղ հայտարարություն է անում եւ ուղիղ կերպով պատասխանում եվրո չինովնիկներին։ Եվ երկրորդ հարցը, որին անդրադարձավ Ռուսաստանի նախագահը, դա այն էր, որ Ուկրաինան կարող է ուղղակիորեն զրկվել ծովից, եթե չդադարեցնի ծովայնային հարձակումները ռուսական նավերի վրա։ Եվ դրանից հետո տեղի է ունենում Տրամփի ներկայացուցիչների եւ Պուտինի հանդիպումը, եւ բնականաբար այս հարցերը եղել են հանդիպան օրակարգում։ Բնականաբար Ուկրաինան կարող է զրկվել ծովից արտահայտությունը երկակի կարող է ընկալվել հանրության կողմից։ Դա խոսքը գնում է ոչ միայն այն մասին, որ ուկրաինական նավերը տոտալ են անցնելու եւ որևէ նավ չի թույլատրվելու մոտենալ Օդեսային, վերջացրած մյուս տարբերակով, որով ուղղակի Օդեսան կարող է վերցվել ռուսական ուժերի կողմից եւ Օդեսայի հանձնումն էլ կարող է լինել պայմաններից մեկը խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Դա է պատճառը, որ Տրամփի ներկայացուցիչները առանց հարցազրույց տալու ուղղակի հեռացել են Կրեմլից, ուղևորվելով Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանատուն, իսկ այնտեղից էլ արդեն ուղիղ ռեյսով մեկնել են Միացյալ Նահանգներ, առանց Բրյուսել այցելելու եւ առանց Զելենսկու հետ հանդիպելու։ Ակնհայտ է, որ ռազմական գործողությունները շարունակվելու են, ակնհայտ է, որ օր-օրի ուկրաինական դիրքերը գնալով թուլանում են։ Եվրոպական միության ներսում էլ արդեն չկա այն միասնականությունը եւ ընդհանուր ծրագիր, թե ինչպես պետք է դիմագրավել այս ամենին։ Իհարկե կա ընդհանուր ցանկություն ամեն գնով շարունակել պատերազմը եւ նաեւ Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնել, բայց մի բան է դա խոսել կոնֆերանսների ժամանակ, մեկ այլ բան գետնի վրա փորձել գտնել դրա լուծումը։ Եվրոպական միության առանձին պետություններ արդեն հայտարարում են, որ 2026 թվականին իրենց բյուջեով նախատեսված չէ Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը։ Հունգարիայից, Սլովակիայից, նաև Չեխիայից հետո այդ երկրներին ըստ էության միացավ նաև Իտալիան։ Երբ Իտալիայի կառավարության ներկայացուցիչներն են հայտարարեցին, որ 2026 թվականի Ուկրաինային ռազմական օգնության տրամադրելու հարցը դեռևս վերջնական որոշում չի կայացրել այդ հարցում եւ իրենք դեռ լրացուցիչ կոնսուլտացիաների կարիք ունեն։ Ինչևէ, վստահ ենք, որ ռազմական գործողությունները շարունակվելու են եւ ռուսական զորքերը բավականին առաջ են շարժվելու։ Արդեն ակնհայտ է, որ օր-օրի քաղաքը քաղաքի հետևից է հանձնվում եւ Տրամփը նաեւ այդ մասին հայտարարել էր, նշելով, որ եթե Զելենսկին չի ցանկանում ընդունել իր կողմից առաջ քաշված 28 կետերը, ապա ստիպված պետք է լինի կամ իր ցանկությամբ շարունակել ռազմական գործողությունները, բայց ռազմական գործողությունները շարունակելու որոշումը արդեն միայն եւ միայն վերաբերվում է Զելենսկուն։ Իր հերթին Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն է հայտարարում, որ վերջի վերջո այս պատերազմը Միացյալ Նահանգների պատերազմը չէ եւ իրենք ցանկացած պահի կարող են դուրս գալ այս ամենից, իրավիճակը թողնելով Եվրոպական միության դատին եւ թող նրանք որոշեն, թե ինչպես են վարվում ուկրաինական ճակատում։ Այն, որ 28 կետերը համեմատաբար ձեռնտու էր Ուկրաինային, արդեն ակնհայտ է։ Եվ Ուկրաինան հրաժարվելով հերթական իրեն համար ձեռնտու առաջարկից ավելի ծանր վիճակում է հայտնվելու։ Եվ դեռ հայտնի էլ չէ, թե երբ կկայանա Տրամփի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ, կկայանա արդյոք թե ոչ, եթե օրինակ Օդեսայի հարցը առաջ քաշված լինի ռուսական իստեբլիշմենտի կողմից։ Իսկ Օդեսան կարևոր է Ռուսաստանի համար մեր Զնեստրի հետ ուղիղ ցամաքային կապ ապահովելու համար։ Եթե իրավիճակը այնպես դասավորվեց, որ Օդեսայի հարցը ամեն դեպքում մտավ բանակցությունների օրակարգ, այստեղ բավականին լուրջ վտանգ է կախվում Մոլդովայի ղեկավարության գլխին, քանզի այն քաղաքականությունը, որ այսօր վարվում է Մոլդովայի կողմից եւ Ռուսաստանի նկատմամբ եւ մեր Զնեստրը զինված ճանապարհով հետ բերելու հետ կապված, կարող է լրջագույն փորձությունների ենթարկել Մայա Սանդուի կառավարությանը։ Սպասենք տեսնենք, թե իրադարձությունները այստեղ ինչպես են զարգանալու։ Երկրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ,
Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին է վերաբերվում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը գտնվում է Բրյուսելում, որտեղ արդեն հանդիպել է Կայա Կալասի հետ, եւ այդ հանդիպման ժամանակ բավականին ուշագրավ հայտարարություններ են հնչել եվրոպացի պաշտոնյայի կողմից։ Նախ ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի ինչպես իրենք են բնորոշում ակտիվ քաղաքասարակությունը եւ անկախ լրատվամիջոցները օգնության կարիք ունեն ֆինանսական ռուսական ռոպագանդային դիմագրավելու համար, դրա համար Եվրոպական միությունը կհատկացնի լրացուցիչ 15 միլիոն եվրո, բայց այստեղ կարևորը դա չէ, կարևորը հաջորդ ձևակերպումն է, որ արել է Կալասը։ Նա ակնարկել է, որ քանի որ Եվրոպական միությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, ապա վատ չէր լինի, եթե Եվրոպական միության գործընկերները եւս միանային այդ պատժամիջոցներին։ Խոսքը արդեն Հայաստանի մասին է։ Այն, որ Հայաստանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների միացումը ինքնասպանություն է, կարծում եմ բոլորս ենք հասկանում, բայց ինչպես ասում են, պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Նման առաջարկ մեզանում էին դեռ հեռավոր 1919-1920 թվականներին, երբ ամերիկացի եւ բրիտանացի զինվորականներն ու քաղաքական գործիչները մեզ համոզում էին, որ քանի որ իրենք խնդիրներ ունեն ռուսների հետ, ապա մենք հանուն իրենց պետք է հաշտվենք թուրքերի հետ եւ մտնենք հակառուսական պայքարի մեջ, քանի որ դա այդպես է եւ իրենք են այդպես ցանկանում։ Հիմա կարծես թե ոչինչ չի փոխվել։ Եվրոպական միությունը առանց այն էլ լավ օրեր չապրելով իր պատմության մեջ մտադիր է եւ վճռական է իր հետ միասին նաեւ փորձությունների ենթարկել այն պետություններին, որոնք այս կամ այն առումով քաղաքական, տնտեսական եւ այլ նկատառումներով իրենց կախված են զգում Եվրոպական միությունից։ Եվ քանի որ Հայաստանն էլ օրենք ընդունեց Եվրոպական միության անդամակցության հետ կապված, Եվրոպական միությունում սա համարեցին հիանալի հնարավորություն շանտաժի լեզվով փորձելով Հայաստանին ներքաշել հակառուսական պատժամիջոցների այդ մեծ ավանտյուրայի մեջ, ամենևին էլ չմտահոգվելով, թե ինչ կմնա դրանից հետո Հայաստանի տնտեսությունից եւ ինչպիսի վիճակ կլինի առհասարակ Հայաստանում եւ տարածաշրջանում։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե դեպի Եվրոպա գնալու ցանկությունը ինչքան հեռու կարող է տանել Հայաստանին եւ առհասարակ ինչպիսի որոշումներ կկայացվեն այդ ուղղությամբ, բայց այն, որ այդ որոշումները չեն կարող լինել պրոհայկական եւ չեն կարող համապատասխանել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերին, սա արդեն ակնհայտ է։ Բայց ցավոք սրտի Եվրոպական միության պաշտոնյաներին դա քիչ է հետաքրքրում, քանզի իրենք առաջնորդվում են ռեալ պոլիտիկի օրակարգով եւ հասկանում են, եթե Հայաստանն է օրենք ընդունել եւ ազգային ժողովի մակարդակով որոշում է կայացվել, որ Հայաստանը պիտի գնա Եվրոպական միություն, որտեղ ըստ էության իրեն չեն սպասում, ապա ինչու չօգտվել այս հնարավորությունից եւ Հայաստանին լրացուցիչ առաջարկներով եւ լրացուցիչ շանտաժով չփորձել ներքաշել իրենց մեծ խաղի մեջ։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձությունները այստեղ ինչպես են զարգանալու։ Եվ երրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Մերձավոր Արևելքի հետ է կապված։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը պաշտոնական այցով ժամանել է Թեհրան, որտեղ հանդիպումներ է ունեցել եւ Իրանի բարձրաստիճան ղեկավարության եւ առաջին հերթին իր գործընկերոջ հետ, Արաղչիի հետ։ Հանդիպան ժամանակ քննարկվել է երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման եւ խորացման հարցը, բայց կարծում ենք հարաբերությունների օրակարգում իհարկե առաջին տեղում գտնվում է Սիրիան։ Սիրիան, քանզի Թուրքիայում շատ լավ հասկացել են, որ Սիրիայում չեն կարող ամբողջական վերահսկողություն հաստատել, Սիրիայում իրենք չեն կարող դա անել առանց Իրանի, բայց թուրքական կառավարության պլանը Իսրայելի հետ միասին կիսել Սիրիան կարծես թե հաջողության չի հասնում, քանզի Իսրայելը ոչ թե համաձայնվեց ազդեցության գոտիների բաժանել Սիրիան, այլ ըստ էության Իսրայելը գնում է Սիրիան կազմաքանդելու ճանապարհով, ինչն ըստ էության ձեռնտու չի կարող լինել Էրդողանին, քանզի անհասկանալի իրավիճակում գտնվող բաժան եղած Սիրիան եւս մեկ անհանգստության գոտի է Թուրքիայի անմիջական սահմանների մոտ եւ նրա երեկվա դաշնակիցներն ու վասալները կարող են մի օր նաեւ Իսրայելի միջոցով զենք ուղղել հենց Թուրքիայի դեմ։ Դրա համար իրենց պետք է կայուն Սիրիա, իսկ կայուն Սիրիա ունենալու համար Թուրքիան անպայման պետք է ունենա Իրանի աջակցությունը։ Իրանը կարծես վերադառնում է Սիրիա, բայց վերադառնում է բոլորովին այլ կարգավիճակով։ Եվ այն ուժերը, ովքեր տոնում էին հաղթանակը, թե իբր Սիրիան ազատվեց իրանական ազդեցությունից, հիմա ստիպված են լինելու բախվել դառը իրականության հետ, որովհետև մի բան է անել հայտարարություններ եւ կոչեր հնչեցնել, մի բան է գետնի վրա հասկանալ դառը իրականությունը եւ առնչվել ռեալ պոլիտիկի հետ։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձությունները Սիրիայում ինչպես են զարգանալու։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։